Չեք հավատա, բայց ամենաշատ ճաքելու պատճառներից մեկը Միշտ ես հետ կկիսվեմ, թե որն եմ համարում ամենատարածված սխալը, որի պատճառով տորթերը ճաքում են։ Եկեք իրար հետ զարդարենք այս տորթը ու ընթացքում նաև պատմեմ, թե ինչպես եմ որոշել դառնալ հրուշակագործ։ Ես իհարկե կցանկանայի լինել այն մարդկանցից, ովքեր սիրում են հրուշակագործությունը, փոքր տարիքից հետաքրքրվում են դրանով, բայց իմ պատմությունը այդպեսին չէ։ Ավելին ասեմ, ես երբեք չեմ սիրել տորթեր պատրաստել, եւ իմ պատրաստած առաջին տորթը եղել է 20 տարեկանում ընկերներիս համար, ու այդ տորթի մասին իմացել եմ միայն ես, որովհետեւ այդպես էլ ոչ մեկ չի կերել այդ տորթը։ Շաքարավազը ընդհանրապես չէր հարվել կարագի հետ, ու ուտելիս ոչ հաճելի խրխրթոց էր զգացվում։ Ես սովորել եմ պոլիտեխնիկում, մագիստրոսական պրակտիկաս անցել Վիվասել MTS-ում, ու այնքան էի սիրել իմ պրակտիկայի օրերը, որ համոզված էի, որ աշխատելու եմ Վիվասելում, բայց կյանքն ինձ համար այլ պլաններ ուներ։ Ուրեմն այս սինու վրայից ուզում եք տորթը վերցնեք, որպեսզի վերցնեք այս կողմից հրում եք, մի կողմից հրում եք, մյուս կողմից դիմավորում եք տորթը։ Եվ ձեր տորթը իդեալական ձեր ձեռքերի վրա է։ Չեք հավատա, բայց ամենաշատ ճաքելու պատճառներից մեկը սխալ սինու վրայից վերցնելն է, սառնարանի տարակից վերցնելն է, մի խոսքով։ Հաջորդ հոլովակում ձեզ հետ կկիսվեմ, թե ինչպես կյանքը բերեց նրան, որ ես այսօր արդեն 9 տարվա փորձով հրուշակագործ եմ։